Երբ խոսում ենք մամոպլաստիկայից, մարդկանց մոտ միանգամից ասոցիացիան սիլիկոնե կրծքերն են։ Գիգանտոմաստիայի դեպքում հիմնականում տուժում է ողնաշարը։ Այ ամենամեծ տարիքի կինը, որ ձեզ դիմել է նման խնդրով, քանի տարեկան է եղել։ Պլաստիկային վիրահատության ուղիղ ցուցումը դա միայն եւ միայն պացիենտի ցանկությունն է։ Պացիենտը մոտեցել է ձեզ, ասում է, ես երրորդ չափի կուրծք եմ ուզում։ Տեսեք, 0-ի պարագայում երրորդ ստանալը դա իրատեսական է, բայց երբ որ մոտենում են շատ ահռելի մեծ չափերի։ Դրանից մեծ չափեր են։ Այո, գեղեցիկ կուրծքը եւ մեծ կուրծքը դրանք տարբեր հասկացողություններ են։ Ամեն մեծ կուրծք չէ, որ գեղեցիկ է, եւ ամեն գեղեցիկ կուրծք չէ, որ մեծ է։ Եթե մարդ ունի կոմպլեքս, ունի դիսկոմֆորտ իր կյանքում, խնդրին պետք է լուծում տրվի։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք պլաստիկ վիրաբուժությունից, մասնավորապես մամոպլաստիկայից։ Իմ հյուրը պլաստիկ վիրաբույժ Ելենա Դարփինյանն է։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք ինձ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Երբ խոսում ենք մամոպլաստիկայից, մարդկանց մոտ միանգամից ասոցիացիան սիլիկոնե կրծքերն են։ Այո, կա նման կարծիք, բայց մամոպլաստիկա հասկացությունը դա մեծ հասկացություն է, դրա մեջ մտնում են մի խումբ վիրահատություններ, որոնք իհարկե բոլորը վերաբերվում են կրծքին։ Մամոպլաստիկան կարող է լինել ռեդուկցիոն, որը նշանակում է կրծքագեղձերի չափի փոքրացում եւ ձգում, կարող են լինել պեքսիաներ։ Պեքսիաները դրանք կրծքագեղձի ձգումն է միայն սեփական հյուսվածքով եւ կարող են լինել իմպլանտներ։ Իմպլանտների դեպքում արդեն կատարվում է ծավալի մեծացում կրծքերի։ Երբ որ ասում ենք ռեդուկցիոն մամոպլաստիկա, ինչի նկատի ունենք։ Ռեդուկցիոն մամոպլաստիկան իրենից ներկայացնում է կրծքագեղձերի փոքրացումը։ Կան պացիենտներ, որոնց մոտ կերակրումից, տարիքից, գիրանալուց եւ մի շարք այլ խնդիրներ, ինչպես նաեւ գենետիկ նախատրամադրվածությունն էլ մեծ նշանակություն ունի։ Լինում են կրծքագեղձեր, որոնք մեծ են, չափերով անհարմարություն են պատճառում իրենց եւ մարդիկ ուզում են այսպես ասած փոքրացնել իրենց կուրծքը։ Այդ վիրահատություններին են պատկանում ռեդուկցիոն մամոպլաստիկան։ Ռեդուկցիոն մամոպլաստիկայի էությունը կայանում է նրանում, որ կատարվում է մաշկի եւ կրծքագեղձի հատում հեռացում, որի միջոցով մենք կարող ենք ստանալ ավելի փոքր կուրծք չափերով։ Ինչ խնդիր ենք լուծում ենք դրանով։ Ուղղակի էսթետիկ խնդիր ենք լուծում, թե առողջական որևէ խնդիրներից խուսափում ենք։ Ռեդուկցիոն մամոպլաստիկայի պարագայում մենք լուծում ենք ոչ միայն էսթետիկ, նաեւ լուծում ենք առողջական խնդիր, որովհետև մեծ կուրծքը կարող է մեծ անհարմարություններ առաջացնել մարդուն, որոնցից են պարանոցի ցավերը, մեջքի ցավերը, նույնիսկ գլխացավեր, երբեմն հետո դիսկոմֆորտը, շփաբորբը կրծքերի հատվածում։ Գիգանտոմաստիայի դեպքում հիմնականում տուժում է ողնաշարը, որովհետև ավելնորդ ծանրություն է կարծես կրում ողնաշարը իր վրա։ Եվ ռեդուկցիոն մամոպլաստիկան մեզ օգնում է լուծել այդ հարցը եւս։ Հայ կանայք դիմում են այս խնդրով, կա դիմելիություն։ Տեսեք, ես կասեի, որ այս հարցով շատ կանայք են դիմում, նույնիսկ պոստկլիմակտերիկ տարիքի կանայք են դիմում, որը ըստ իս նոր է սկսվել այդ միտումը։ Այսինքն բարդույթները ամեն դեպքում որոշակի առումով կոտրել են։ Այո, կարծրատիպերը ավելի շատ հիմա փորձում ենք կոտրել։ Այ ամենամեծ տարիքի կինը, որ ձեզ դիմել է նման խնդրով, քանի տարեկան է եղել։ Ես ունեցել եմ 64 տարեկան պացիենտ, եւ ինքը եղել է ինչքանով որ հիշում եմ, հնարավոր է եւ պրակտիկայում ուղղակի հասկանալու համար 64 տարեկան պացիենտ եմ ունեցել, որի մոտ իրոք գիգանտոմաստիա էր, ահռելի չափերի էր կուրծքը, նույնիսկ ներքնաշորը իր ուսերի հատվածներում փոսություններ էր առաջացրել արդեն, բայց երբ որ ինքը վերադարձավ ռեդուկցիայից 6 ամիս անց, մենք նկատեցինք, ես նույնիսկ նկարները ունեմ, որ այդ փոսությունները բավականին փոխվել էին ու լցվել էին, ու ինքը շատ ուրախ էր, բացի այդ նա ուներ ահավոր շփաբորբեր, այդ կրծքի տակի ամբողջ հատվածը բորբոքված էր, ուներ նաև ողնաշարի ցավեր, ուներ գլխացավեր, գլխապտույտներ ու մեկ շաբաթ հետո, երբ որ կարերը հեռացնում էր, ասում էր իմ կյանքի որակը ամբողջությամբ փոխվել է վիրահատությունից հետո։ Այսինքն ստեղ ասոցիացիաները, որ հալավ այդ կրծքագեղձի էս գնալ վիրահատել ու այդ սիլիկոնե կրծքի այսքան էլ արդիական չեն, էլի, այստեղ արդեն մոտեցումը բուժական է լրիվ, մարդու կյանքի որակի փոփոխությունն է։ Ռեդուկցիայի պարագայում, այո, ոչ միայն էսթետիկ, նաև առողջական
խնդիրներ ենք մենք լուծում։ Այդ խնդրի հետ կարող են առնչվել ոչ միայն տարեցները, այլև երիտասարդները, հա, որ տարիքից է ցուցված այս վիրահատությունը։ Ընդհանրապես բոլոր պլաստիկ վիրահատությունները հնարավոր է կատարել միայն 18 տարին լրացած անձանց, եթե իհարկե կա վիրահատության ուղիղ ցուցում, իսկ պլաստիկային վիրահատության ուղիղ ցուցումը դա միայն եւ միայն պացիենտի ցանկությունն է, որովհետեւ մենք այստեղ կյանքը փրկելու կամ ինչ-որ լուրջ առողջական խնդրի հետ գործ չունենք։ Երբեմն լինում է, որ երիտասարդ աղջիկներ, որոնք դեռ ամուսնացած չեն, դեռ երեխաներ չեն ունեցել, չեն կերակրել, դիմում են ռեդուկցիոն մամոպլաստիկայի։ Ու ես դա շատ նորմալ եմ նայում դրան, որովհետև եթե մարդ ունի կոմպլեքս, ունի դիսկոմֆորտ իր կյանքում, խնդրին պետք է լուծում տրվի։ Երիտասարդ աղջիկների պարագայում մամոպլաստիկայի դեպքում ռեդուկցիոն հատկապես երբ որ դիմում են, կարող է հետո եթե ամուսնացած չի ամուսնանալու, երեխային կերակրելու հետ կապված խնդիրներ առաջանան, պետք է զգուշանալ, ամեն դեպքում ցուցում եք, որ պետք է վիրահատվել բալիկներ ունենալուց հետո եւ այլն, ինչ խնդիրներ կարող են այստեղ առաջանալ։ Բնականաբար ռեդուկցիոն մամոպլաստիկան խանգարում է հետագայում կրծքով կերակրմանը կամ պացիենտներ, որոնց մոտ պահպանվում է այդ ֆունկցիան մասնակի, կան որոշները, ում մոտ ընդհանրապես ֆունկցիան հնարավոր չի լինում պահպանել, արդեն դա կախված է կրծքագեղձի չափերից եւ հեռացվող ծավալից, թե ինչ ծավալով ենք մենք հեռացնում։ Իհարկե, որպես բժիշկ, ես բոլոր իմ պացիենտներին հենց կոնսուլտացիայի ժամանակ զգուշացնում եմ, որ հնարավոր է դուք կորցնեք ձեր կերակրելու ունակությունը, սակայն ընտրությունը պացիենտինն է, եթե ինքը գտնում է, որ ինքը չի ուզում հետագայում կերակրել, դա իրեն չի խանգարում, իրանք հանգիստ գալիս են վիրահատության։ Ամենափոքր տարիքի պացիենտը, որ ձեզ դիմել է վիրահատության համար, ռեդուկցիոն։ Եթե չեմ սխալվում, 19 կամ 20 տարեկան է եղել այդ աղջիկը, ու իմ աշխատանքային պրակտիկայի սկիզբն էր, ասեմ ձեզ ավելին։ Շատ լավ հիշում եմ այդ իմ кейսը, ու ինքը շատ գիտակցված մոտենում էր այն հարցին, որ ինքը հետագայում հնարավոր է եւ չկարողանա կերակրել, բայց ինքը ամեն դեպքում շատ հաստատակամ դիմեց վիրահատության, վիրահատվեց ու բավականին լավ արդյունք ենք ստացել մենք։ Եթե մեծ չի կուրծքը, բայց կերակրող մամաները օրինակ դժգոհում են ձևի փոփոխությունից եւ այլն, այս դեպքում ինչ է առաջարկվում։ Կրծքով կերակրումից հետո իհարկե մենք ունենում ենք կրծքի ձևի եւ չափերի փոփոխություն, որը կապված է ինչպես կրծքագեղձերի ատրոֆիայի, այնպես նաեւ մաշկի փոփոխության հետ, այսինքն լակտացիոն շրջանում գիտենք, որ կուրծքը մեծանում է չափերով, գեղձը մեծանում է, իսկ պոստլակտացիոն շրջանում, երբ որ արդեն գեղձը ավելի հանգիստ վիճակում է, ավելի փոքր է, մաշկը կարծես թուլանում է, կորցնում է իր տուրգորը, հետևաբար եւ կուրծքը կորցնում է իր ձևը։ Այդ իսկ պատճառով կերակրող մայրիկները կերակրումը ավարտելուց հետո եւս դիմում են կրծքի փոփոխության։ Այս դեպքում ուղղակի միջամտությունը կայանում է այնքանով, որ ձգվում է ավելորդ մաշկն է հեռացվում, ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, պոստլակտացիոն կրծքագեղձի վիրահատության տարբերակներ կան։ Առաջինը դա պեքսիան է, որը կատարվում է կրծքագեղձի ձգում սեփական հյուսվածքների միջոցով, այսինքն մենք այնտեղ օտար մարմինի նկատի ունեմ իմպլանտ չենք տեղադրում։ Կատարվում է վիրահատություն, հեռացվում է ավելորդ մաշկը, ձևավորվում է նոր գեղեցիկ կուրծք։ Երկրորդ տարբերակը դա կրծքագեղձի ձգումն է, որը համատեղվում է իմպլանտների տեղադրմամբ։ Այս պարագայում կատարվում է եւս մաշկի հատում հեռացում, բայց եթե ծավալը այնպիսին է, որ կրծքագեղձը շատ է փոքրանալու պեքսիայից հետո, այսինքն մեծ մասը մաշկն է կրծքի, գեղձը շատ ատրոֆիկ է, մենք ուզենք թե չուզենք, պետքա տեղադրենք իմպլանտ։ Իսկ երրորդ տարբերակը դա լիպոֆիլինգն է, այսինքն սեփական ճարպի ներարկումն է կրծքագեղձի մեջ, որը հիմա արդեն այդքան էլ արդիական չէ։ Եվ հիմնականում հիմա շատ չեն օգտագործում այդ մեթոդը կրծքագեղձի ծավալը մեծացնելու համար։ Կրծքով կերակրող մայրերը, երբ ցանկանում են այդ ձևի չափի փոփոխությունը, որքան ժամանակ անց կերակրումից կարող են դիմել մամոպլաստիկայի։ Կրծքով կերակրելը դադարեցնելուց 6 ամիս անց նրանք արդեն կարող են դիմել մամոպլաստիկայի։ Երբ կինը դիմում է մամոպլաստիկայի, դա կլինի ռեդուկցիոն մամոպլաստիկա, թե իմպլանտներով մեծացում, փոքրացում, ձևի փոփոխություն, կարող է մտածել, որ արդյունքում կստանա իր ուզած չափը եւ ձևը։ Կան այնպիսի չափերի կրծքեր, որոնք փոքրացնել մինչեւ երկրորդ, երրորդ համար դա մաքսիմումն է, բայց կա պացիենտ, որը գալիս է եւ ասում է, ես ուզում եմ առաջին համարի կամ մաքսիմում երկրորդ համարի կուրծք։
Այստեղ անհնարին է ոչ թե տեխնիկապես է անհնարին է, որովհետև մենք հետագայում կարող ենք ունենալ բարդություններ, որը առավել կկոմպլեքսավորի պացիենտին, քան նախկինում ունեցած մեծ կուրծքը։ Քանի որ մենք ունենք այստեղ հիմնականում պտուկ արելային համակարգը պահելու խնդիր, մենք չափից ավել հյուսվածքներ հեռացնել չենք կարող։ Իսկ կրծքագեղձի մեծացման դեպքում, եթե ցանկություն կա մեծացնել կրծքագեղձը, արդյոք կարող ենք մարդուն տալ այն չափի կրծքագեղձը, որ ինքը ցանկանում է։ Գեղեցիկ կուրծքը եւ մեծ կուրծքը դրանք տարբեր հասկացողություններ են։ Ամեն մեծ կուրծք չէ, որ գեղեցիկ է, եւ ամեն գեղեցիկ կուրծք չէ, որ մեծ է։ Դա մի քիչ կապ ունի ճաշակի նախընտրությունների հետ, ինչպես նաեւ չափից մեծ կուրծքը կարող է մարմնի պրոպորցիաները ընդհանրապես խառնել, խախտել, եւ ես գտնում եմ, որ ամեն մարդ պետք է ընտրի այնպիսի իմպլանտ, այնպիսի չափեր, որը համընկնում է իր ամբողջ մարմնակազմվածքի հետ։ Այնուամենայնիվ պացիենտը մոտեցել է ձեզ, իր երազանքն է, կուրծք չունի, կներեք, 0 համար է իր մոտ, կանայք իրենք դատապարտված հո չեն, եւ ուզում է իր մոտ ցանկություն է, գուցե կոմպլեքս է, ասում է, ես 3-րդ չափի կուրծք եմ ուզում։ Տեսեք, 0-ի պարագայում 3-րդ ստանալը դա իրատեսական է, բայց երբ որ մոտենում են շատ ահռելի մեծ չափերի։ Դրանից մեծ չափեր էլ են այո։ Հասկանալի է, խոսքը ավելի մեծ չափերի մասին էր, փաստորեն։ Բացատրում եք, հասկանում են, ինչպես եք վարվում։ Ամեն դեպքում այսքան ժամանակ չեմ ունեցել պացիենտ, որի հետ մենք համաձայնության չգանք, փորձել եմ միշտ ինչ-որ ձևով իրենց բացատրել ու գանք այն վիճակին հասնենք, որ երկուսից պատկերացումները համընկնեն ու ստանանք գեղեցիկ սիրուն կուրծք։ Երկուսին էլ գոհացնող արդյունք։ Խոսեցինք էսթետիկ մասից կրծքագեղձի ցանկությամբ իրականացվող, բայց կան ցավոք սրտի իրավիճակներ, երբ կինը ոնկոպ խնդիրների պատճառով եւ այլն ստիպված է լինում հեռացնել կուրծքը, իսկ կուրծքը գիտենք կնոջ համար ինչ է ու ինչ հոգեբանական խնդիր կարող է առաջացնել մարդու համար։ Ինչ լուծումներ եք առաջարկում, կան արդյոք այսօր լուծումներ այս խնդրի։ Օնկոլոգիական խնդիրներից հետո դիմող կանանց թիվը մեծացել է Հայաստանում։ Եթե նախկինում այդ հիվանդները չէին հասնում էմփուլին, որպեսզի դիմեին արդեն էսթետիկ խնդիրը վերացնելուն, հիմա ամեն ինչ ավելի զարգացած է, հիվանդները ավելի հեշտ ու թեթև են տանում այդ ամեն ինչը ու հասնում են էմփուլին, որ իրանք պետքա լուծեն նաև իրենց էսթետիկ խնդիրները։ Իհարկե հնարավոր է ինչ-որ փոփոխություններ անել։ Հիմնականում դրանք կատարվում են լոսկուտների կամ իմպլանտների միջոցով, կախված արդեն հիվանդի տարած մաստեկտոմիայի վիճակից, կախված թե ինչ հյուսվածքներ են պահպանվել, ինչ հյուսվածքներ են հեռացվել, բայց վերականգնման տարբերակներ մենք ունենք։ Իսկ հնարավոր է օրինակ հենց վիրահատության ընթացքում, երբ հեռացվում է ուռուցքը կամ կուրծքը միաժամանակ լուծել էսթետիկ խնդիրը, թե դա հնարավոր չէ։ Երբեմն լինում են դեպքեր, որ կատարում ենք միամոմենտ ագումենտացիոն մամոպլաստիկա, այսինքն երբ որ հեռացնում են ուռուցքը մաստեկտոմիայից հետո, մաշկի տակ կամ պահպանված հյուսվածքների տակ հնարավոր է տեղադրել իմպլանտ։ Արդյոք կարող է մտավախություն լինել, որ կրծքերի հետ կապված ցանկացած մանիպուլյացիա, դա կլինի մեծացում, փոքրացում, կարող է խթանել որոշակի օնկոխնդիրներ։ Տեսեք, դա ամենատարածված միֆն է Հայաստանում, որ չգիտեմ ինչի կա այդ կարծրատիպը, որ եթե կպնում են կրծքին ժողովրդական լեզվով ասած, կարող է վատ բան լինել, բայց իրականում նման բան չկա։ Ես կոնկրետ տեղյակ չեմ ինչ-որ մի ստատիստիկայից, չեմ տեսել երբևէ, որ իմպլանտների տեղադրումը կամ ռեդուկցիոն մամոպլաստիկան հետագայում բերեն ինչ-որ օնկոլոգիական խնդիրների։ Բայց ելի ասում եմ, կա այդ միֆը ու շատ տարածված է ու ամեն պացիենտ, ով մտնում է իմ մոտ կոնսուլտացիայի, առաջի հարցը դա է լինում, իսկ բժշկուհի ջան, հնարավոր է հետո ինչ-որ մի վատ բան լինի։ Կա, չէ, որ ձեռք տանք մի բան դուրս կգա։ Հա, ձեռք տանք մի բան դուրս է գալու, չէ, դա ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Կինը դիմել է մամոպլաստիկայի, անկախ նրանից դա կլինի ռեդուկցիոն, թե ագումենտացիոն մամոպլաստիկա, ինչպես է տեղի ունենում ընթացքը եւ ինչքան հետվերականգնողական շրջան է պահանջում կնոջը վերադառնալու բնականon կյանք։ Կա տարածված կարծիք, որ մտածում են կրծքի վիրահատությունները շատ ցավոտ են, անտանելի են, բայց չէ։ Սովորաբար հիվանդները աշխատանքի վերադառնում են 2 շաբաթ անց, իսկ վերականգնումը սովորաբար տևում է 6 ամսից 1 տարի, որովհետև
բոլոր պլաստիկ վիրահատությունների արդյունքը մենք չենք կարող գնահատել անմիջապես։ Պետք է ժամանակ սպիագոյացման համար, հյուսվածքների վերականգնման համար, որը տևում է մոտավորապես մինչև 1 տարի։ Մամոպլաստիկայի դեպքում հատկապես կրծքի վրա առկա սպիները կարծում եմ այնքան էլ գեղեցիկ եւ էսթետիկ չեն։ Ինչքանով են դա հետագայում խանգարում կնոջը եւ ինչպես է խնդիրը լուծվում։ Ես չէի ասի, որ մամոպլաստիկայից հետո սպիերը էսթետիկ ու գեղեցիկ չեն։ Դե իհարկե մաշկի ամբողջականությունը խախտելուց հետո դեռևս չկա մի մեթոդ ներկայումս, որը հնարավորություն կտար մեզ լիովին վերականգնել մաշկը ու ունենալ առանց սպիերի մաշկ։ Սակայն հենց մեր մասնագիտության իմաստը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք մինիմալի հասցնել տեսանելիությունը։ Փորձում ենք ավելի նուրբ կարել, ավելի լավ կարանյութեր օգտագործել։ Այսինքն առանձնակի դիսկոմֆորտ չեն կարող առաջացնել դա կնոջ համար։ Հիմա կան տարբեր միջոցներ, որոնցով հնարավոր է այդ սպիերի տեսանելիությունը հասցնել մինիմալի։ Օրինակ լազերային հղկումները, կան նաև շատ լավ դեղամիջոցներ, որոնք օգտագործում ենք սպիերի վրա հետվիրահատական շրջանում, որպեսզի ավելի հարթ սպիեր ձևավորվեն։ Կար ժամանակ, երբ խոսում էին մամոպլաստիկայից, դա անմիջապես ասոցացվում էր սիլիկոնե մեծ կրծքերի հետ։ Ինչպիսին է այսօր տենդենսը։ Այն կարծրատիպը, որ հիմնականում կրծքի վիրահատության դիմում են կրծքագեղձը մեծացնելու նպատակով, հիմա մի փոքր կոտրվել է, այլ են պատկերացումները եւ պացիենտները հավասարաչափ դիմում են թե կրծքագեղձը մեծացնելու, թե ձգելու եւ թե փոքրացնելու համար։ Բոլոր այն կանանց, ովքեր այնուամենայնիվ տատանվում են, դիմել մամոպլաստիկայի թե ոչ, անկախ դրա տեսակից, ինչպիսին է ձեր խորհուրդը։ Ուրեմն ես ձերս հարցին կպատասխանեմ ոչ միայն որպես պլաստիկ վիրաբույժ, կպատասխանեմ որպես կին։ Ես կարծում եմ, եթե ունենք հնարավորություն լինելու ավելի գեղեցիկ, ապրելու ավելի լավ ու զգալու մեզ ավելի ինքնավստահ, ուրեմն կարող ենք դա մեզ թույլ տալ։ Շնորհակալություն դոկտոր ջան։ Խնդրեմ։ Հուսով եմ շատ կանանց շատ հարցերի կարողացանք պատասխանել։ Ապրեք առանց բարդույթների եւ լիարժեք, առավել եւս որ ժամանակակից բժշկությունը ձեզ տալիս է այդ հնարավորությունը։ Առողջ եղեք։